Եղան այսօր ուսումնասիրելու ենք մի նոր թեմա՝ հարավային Եվրոպա։ Յուրահատուկ տարածաշրջանն իր ունեցած դիրքով տերով ամբողջ աշխարհում։ 500 կրթական օջախ։ Նա մնալով մեծ է հարավային Եվրոպայի դերը համաշխարհային շուկայի ձևավորման գործընթացում, ինչու որովհետև աշխարհական մեծ հայտնագործություններից հետո հիմք դրվեց համաշխարհային շուկայի ձևավորմանը։ Քրիստոֆոր Կոլումբոսի 1492 թվականին կատարված ճանապարհորդության արդյունքում, երբ նա փորձում էր գտնել Հնդկաստան տանող ծովային ուղին, նա վարկեց դեպի արևմուտք եւ գտավ նոր աշխարհամաս։ Այստեղից բերվեցին այնպիսի ապրանքներ, որ Եվրոպային անծանոթ էին։ Եվրոպայից ստանում էին այնպիսի ապրանքներ, որ նոր հայտնաբերված աշխարհամասներ անհայտ։ Բացի այդ, այս տարածաշրջանը հիմք դրեց հենց գաղութային համակարգի ստեղծման։ Աֆրիկայի ձևավորներին, բնի ուժով տանուներին, նոր աշխարհամաս, պորտուգալական, իսպանական պլանտացիաներում աշխատեցին։ Յուրահատուկ տարածաշրջաններ, նաև իջում է գաղութությունը, անցած թեմաների որ տարածաշրջաններ ուսումնասիրել Արևելյան Եթե տեսնում եք, ինքը հավաք տարածաշրջաններ է, որը պետություններ մեկը մյուսի հետ սահմանակից են։ Իսկ այս տարածաշրջանը յուրահատուկ է, անգամ Պորտուգալիան և Իսպանիան ընդհանուր սահման չունեն մյուս պետությունների հետ, սահմանազատված են 10 տարածքում։ Այս նման հետաքրքիր հարցերը քննելու համար կկատարենք խմբային աշխատանք, կխմբավորվենք, շատ արագ բաժանվում ենք խմբերի։ Առաջին խումբը կազմում անենք, խնդրում եմ կազմավորվել, երկրորդ խումբ Ալնա և Նարեզ, դու և Հովանեսի երրորդ կտամ հանձնարարականներ որոշակի դուք ուսումնասիրեք հարավային Եվրոպայի իսկ աշխարհային երկրորդ խումբը կներկայացնի հարավային Եվրոպայի բնական պայմաններով ռեսուրսներ, իսկ երրորդ խումբը պատասխանատու է հարավային Եվրոպայի բնակչության մեթոդի երևությունը ինչու է կայանում, դուք ընտրում եք ձեզնից որից է մեկը մասնակետ։ Հիմա քննարկեք և ով է որոշում դառնալ մասնակետը, մասնակետը ընթացքում են, գալիս է միանում են խմբի անդամներին, այդ գործընթացը կոչվում է տուն-հարց, մասնակետից ընթաց, արագ ներկայացնում եք նյութը, ինչպես եք շատ հետևորացած, սովորեցնում եք ինչ եք ասելու և ձեր համապատասխան նյութը ներկայացնում եք արդեն։ Բարձր, անհասկանալի, բաղկար երեխաներ։ Մեջը բարձր, դե հիմա քննարկեք ձեզ ոնց եք մասնակետը, որպեսզի վերախմբավորվեն։ Երեխաներ որոշեցիք ձեր խմբի մասնակիցների ովքեր են։ Խնդրում եմ մասնակիցներին հավաքվել մյուս երեխաներում մենք կատարում ենք քարտեզագրական աշխատանք։ Խաղի անունն է ես քարտեզագրում։ Ես եմ հանձնում հարավային Եվրոպայի ուղղակի քարտեզը, այստեղ առանձնացնում ենք տարածաշրջանի առանձնացված, առանձնացնելու ենք պետությունները և մայրաքաղաքները։ Պետությունը, որ փոքրիկ է, կարող ենք թիվ դնել, նշել, դες կարող ենք դնել, որպես պետության սահմանները տարածաշրջանի
սահմանները մենք առանձնացնենք։ Ինչ կպատրաստենք, մենք կկատարենք շոյ աշխատանքը։ Հիմա տանում ես Պորտուգալիայի սահմանով, գրինք մեկ։ Հաջորդ պետություն։ Դեր երկու։ Մեր մասնակիցներն ավարտեցին աշխատանքը։ Դες հիմա խնդրում եմ տուն գաց, մասնակիցների տուն գաց։ Թեակազմավորների կրկնքի խնդրելով։ Խնդրում եմ կազմավորների միասին քննարկում։ Ինչպես եք նյութը ներկայացնելու։ Պատրաստենք խմբեր ջան։ Այո։ Դե հիմա մենք ներկայացնենք։ Առաջին խումբը ներկայացնելու է ինչը, Հարավային Եվրոպայի աշխարհագրական միջը։ Հարավային Եվրոպան յուրահատուկ տեղ ունի աշխարհի մեծ հայտնագործություններում։ Նրանք աշխարհի յուրաքանչյուր զգացին Ֆերնան Մագելյանի ճանապարհորդությունից հետո սկսեց արևտուրը համաշխարհային շուկա կարելի բացվեց։ Իսպանացիների և պորտուգալացիների շնորհիվ հարավային եվրոպացիների սննդակարգում ավելացան մի շարք սնունդներ, օրինակ դրանցից էին կարտոֆիլը, լոմիկը, լոբին, շոկոլադը, թեյը և այլն։ Նաև հարավային Եվրոպայի տարածքում զբաղեցնում են 16 երկիրներ։ Գիտե պետք է միասին ասենք։ Որոնցից ամենախոշոր երկրներից են օրինակ Իսպանիան, Իտալիան, Հունաստանը, Պորտուգալիան, նաև հարավային Եվրոպայի տարածքում ունենք թերակղզիներ, էլի ամենախոշոր թերակղզիներից են, օրինակ Բալկանյան թերակղզի, Գենեյան թերակղզի, Ապենինյան թերակղզի։ Այստեղ նաև գտնվում է աշխարհի ամենափոքր երկիրը Վատիկանը, որի տարածքը 0.44 կիլոմետր քառակուսի է, այստեղ է նաև գտնվում Հռոմի պապի նստավայրը։ Տարածաշրջանում կան 4 միապետություն՝ Անդորան, Իսպանիան, Մոնակոն և Վատիկան։ Ում ենք երկրորդ խմբին։ Հարավային Եվրոպայի բնական պայմաններն ու ռեսուրսները։ Հարավային Եվրոպան առավելապես լեռնային մակերևույթ ունեցող տարածաշրջան է։ Տարածքի մեծ մասում ձգվում են Պիրենեյան, Ալպյան, Ապենինյան, Բալկանյան լեռները։ Պիրենեյան լեռները, Ապենինյան, Բալկանյան։ Կան նաև գործող հրաբուխներ, Ապենինյան լեռներում Վիզուվ հրաբուխը, որը 79 թվականին ոչնչացրեց Պոմպեյ քաղաքը, Սիցիլիայում գործող հրաբուխը Էթնան, Էթնա հրաբուխները, որոնք դասում են աշխարհի գործող հրաբուխների շարքին։ Լսում ենք շարքին։ Հարավային Եվրոպայի ռեսուրսներն են անագը, ցինկը, վոլֆրամը, ուրանը, կապարը և այլն։ Տարածաշրջանում կան նաև ջրաէներգետիկ պաշարներ, գետերի ջուրն օգտագործվում է ինչպես վարորդման, այնպես էլ էլեկտրաէներգետիկ նպատակներով։ Լինելով համեմատաբար ջերմային գոտի, Հարավային Եվրոպայում հիմնականում շատ են լինում անտառային հրդեհներ։ Հրդեհները շարունակիչ հետևանքներ են բնապահպանության համար։ Տեսանկյունից։ Ավելացնենք բաններ, լսում ենք երեք խմբերի։ Բնակչության
Բնակչություն Հարավային Եվրոպայի բնակչությունը մոտ 152 միլիոն մարդ է, բնակչության մեծաթիվը Իտալիայում է 60 միլիոն մարդ, Իտալիայում է, Իտալիայում է 60 միլիոն մարդ, Իսպանիայում 50 միլիոն մարդ և Հունաստանում 10 միլիոն մարդ։ 1 միլիոնից պակաս է Անդորրայում, Չեռնոգրայում և Վատիկանում։ 11 երկրներից կեսի մոտ բնակչության բնական աճը բացասական է, իսկ մնացած կեսի մոտ դրական է, բայց 0-ից ոչ ավել։ Ընդհանուր բնակչության խտությունը դա 120 մարդ կիլոմետր քառակուսի, ուրբանիզացիան մակարդակի 72% է։ Խոշոր քաղաքներից են Ռոմը, Մադրիդը, եկել Աֆրիկա։ Հարավային Եվրոպայի ժողովուրդների լեզուները պատկանում են ռոմանական, սլովական, սլավոնական, հունարեն, ալբանական։ Լեզվախմբեր։ Ավելացնելու երթ ունենք։ Երեխաներ, այսքանով ամփոփեցինք Հարավային Եվրոպայի աշխարհագրական բնութագիրը, աշխարհագրական դեպքի ընդհանուր բնութագիրը, բնական պայմանները, ռեսուրսները եւ բնակչությունը։ Կատարված աշխատանքները դասի հյուրասիրության աստիճան ստուդիոյի համար ցույց համար նախապես պատրաստել եմ քուիզից, խնդրում եմ միացնել հեռախոսները, ուղարկել եմ մեր էջին, կարող եք սկսել աշխատանքը։ Եղավ երեխաներ, պատասխանները արդեն գրանցված են, մի փոքր ուժի